Շարունակում ենք լուրերի թողարկումը եւ ինչպես արդեն խոստացել էի, մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը։ Բարի երեկո Արմեն։ Ես խոստացա մեր հեռուստադիտողներին, որ անպայման խոսենք պարոն Թրամփի State of the Union այո ամենաերկար Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկար ելույթին։ Ես ասեմ քեզ անկեղծորեն ժամը 6-ից մինչև 8-ը նայել եմ։ Դրանից հետո գիտես ինչ էի անում Արմեն, շուր էի տալիս մեկ Fox ալիքը, որ Թրամփի կողմից է մեկնաբանում, մեկ շուր էի մյուս ալիքները CNN-ը, որը հակառակ էր բանանում, ու գիտեք ինչի վրա զարմացա, որ ոնց կարելի է միևնույն երևույթը այդքան տարբեր ձևով ներկայացնել։ Այո։ Հիմա մենք սպասում ենք քո ներկայացման ամեն, քո տեսանկյունից։ Ես մի քանի կետ արդեն նշեցի մեր հեռուստադիտողներին, որ իմ կարծիքով կետարկեր իրեն, դու ինչ վերցեցիր այդ ամեն ինչից։ Տեսեք, շատ լարված մթնոլորտում անցավ ծայրահեղ իրականում ես մի բան պարզեցի, փաստորեն դեմոկրատները պայմանավորվել էին, որ որևէ պարագայում չպետք է արձագանքեն Տրամփի որևէ պրովոկացիայի։ Այո, պրովոկացիա։ Այո։ Եվ բայց այնտեղ երկու կին կային, ենթադրաբար ազգային տարբեր ուրեմն փոքրամասնություններ ներկայացնող, որքան հասկացա ուրեմն այնտեղ նրանց բորբոքեց հատկապես այդ Սոմալիի հետ կապված պատմությունը, իդեպ այդ սոմալիական համայնքի հետ կապված պատմությունը նաև մեզ է վերաբերվում, որովհետև այստեղ արդեն մեր հիշում եք դոկտոր Ռոզը, որ եկավ վարկաբեկեց հայկական։ Այսինքն դրա արմատները կա եւ ցավոք սրտի Տրամփին որքան հասկանում եմ կարողացել են համոզել, որ այդ ֆրոդերի պատճառով, այսինքն մեքենայությունների պատճառով բյուջեն չի համալրվում, բալանսավորված չի։ Ահռելի գումարներ է թալանվում։ Սոմալիական համայնքին մեղադրեց 19 միլիարդ դոլար բյուջեից թալանելու համար եւ ինչ ասեց, ստեղծվում է հատուկ հանձնաժողով Ջեյդի Վենսի գլխավորությամբ, որը պետք է մի քանի նահանգներում, օրինակ Մեն նահանգում, Մինեսոտա նահանգում, սոմալիական համայնքը Մինեսոտա նահանգում է, փաստորեն բավականին ոնց որ մերը Կալիֆոռնիան է, իրանցն էլ Մինեսոտան է։ Եվ պարզվում է, որ Կալիֆոռնիայի վրա են կենտրոնանում, այսինքն համարում են, որ այստեղ ֆրոդը այնքան շատ է, որոնք ապահովագրական մեքենաների ապահովագրական ինշուրանսներ են թանկացնում։ Իհարկե մենք Արմեն, արի ընդունենք, որ դրա մեջ ճշմարտության տոկոս կա։ Ճիշտ է, իրենք այդ բանը ունեն հանրապետականները, որ բանեն չափազանցնում են թվերը ամեն ինչ, բայց ասացում են ճշմարտություն կա։ Թե բժշկական հարցում, թե ակսիդանների հարցում, բոլորս գոնե գիտենք, եկեք մենք մեզնից չենք թաքցնելու այդ։ Չէ։ Կա։ Ես ընդունում եմ, որ կա ահռելի քանակությամբ, բայց այստեղ ինչն է խնդրեմը։ Տեսեք, հիմա ընդ որում միայն հայերը չեն, բնականաբար օրինակ լատինական համայնքները ենթադրում են այդ գործերով Սպիտակ ամերիկացիները, այո, այնպես չի որ, բայց հարցը ինչումն է, տեսեք, սա ասում եմ weaponize, այսինքն զենք են սարքում մեր դեմ եւ խնդրեմը հետեւյալն է, որ այս տեսեք Տրամփի քաղաքականության արդյունքում այդ տեսեք երեկվա ելույթի հիմնական թեզերը որն էր, քանի որ իր ամենաուժեղ կողմը էմիգրացիան էր, այո, ինքը ինչ ասեց, 0 մարդ է մտել Միացյալ Նահանգներ, այսինքն հիմնական, տեսեք, արտաքին քաղաքականությունը չներկայացրեց, ցավոք սրտի, տեսեք, Ուկրաինայի պատերազմի 4-րդ տարելիցն էր, ինչ ասեց, եթե ես լինեի նախագահ, չէ, դրանից առաջ ասեց, որ ամեն ամիս 25000 մարդազոհ, էլի ճշգրիտ թիվ չի, որտեղ այդ թիվը արդեն շուտվանից աճել է, 30-35000-ի մասին է խոսքը, ընդ որում միայն ռուսական կողմից, այսինքն ինքը ընդհանրացրեց, տենց ինչ որ թիվ ասեց, էլի ճշգրիտ, դե ինքը թվերի հետ չունի, հա, ուրեմն այդպես։ Ավելի շուտ ինչ ուզում Հա, կամ ինչ ուզում ասում։ Ասենք, չգիտեմ։ Որն ավելի հարմար է։ Այո, 18 տրիլիոն ներդրում։ Հետո ասենք մի քանի ալիք հերքում են, բան դա անցնում գնում է, ոչ ոք չի։ Այնտեղ ասենք ինչ որ թիվ կարող է սկզբից դա լինի, ասենք 7, հետո 8, հետո 11, հետո դա կամաց, ասենք նույնն էլ այդ ներդրումների հետ է, սկզբից ասենք 10 տրիլիոն, հետո 18, հետո 20 տրիլիոն, հետո իջավ 18 տրիլիոն ներդրում, որը իրականում ես ասեմ, դրա մեծ մասը ինչ որ բանավոր խոստումներ է, որոնք պետք է տասնյակ տարիների ընթացքում ներդրվեն Միացյալ Նահանգներ, ինքը հենց ներկայացնում որ հենց հիմա Միացյալ Նահանգներ 18 տրիլիոն դոլար փող է գալ, ավելին ասեմ, վերջերս Կորեայի հանդեպ լարվածություն, հարավային Կորեայի, դաշնակից երկրի հանդեպ լարվածություն ստեղծեցին այդ պատճառով, որ Կորեան ընդհանրապես ոչ մի բան չի անում այդ թեմայով, չնայած խոսքեր տվել, եթե չեմ սխալվում 500 միլիոնից 500 միլիարդից 1 տրիլիոն ինչ որ ներդրման մասին էր խոսքը, ընդհանրապես ոչ մի բան չի անում, այնտեղ ասել էր թարիֆները կբարձրացնեմ եւ այլ այսպես շարունակ։ Հիմնական թեզերը ուրեմն վերաբերում էին, այսինքն ամբողջ կարմիր գծով գնում էր էմիգրացիան։ Ընդ որում այդ էմիգրացիայի հետ կապված տեսեք հուզիչ պատմություններ հատուկ բերեց, որ չգիտեմ զոհվածների երեխաների վնասված, այո, եւ այսպես շարունակ բերել էին կանգնեցրել էին։
Տեսեք, մի հետաքրքիր դրվագ եղավ գենդերային պատմության հետ կապված, եթե չեմ սխալվում, Մերիլենդ նահանգից մի աղջիկ էին բերել, որ իբր թե բժիշկները հակառակ ծնողների կամքին երեխայի սերը փոխել են։ Դպրոցից ինչ որ հիմա հետո ասում է ուսանողը հիմա դառը ինքը նորմալ մի բան հարցնեմ, այսինքն ես անկեղծ եթե նայել եք նա լրիվ նայել եմ այդ աղջիկա դեմքից չէր, բայց ինքը զորով են իրան բերել։ Հա, մի բան ուներ վստահ որ ես այդ նայում էի։ Հետո մի ժեստ նկատեցիք, այդ աղջիկը ինչ որ sense բաներ անում, որ իրանցից թվում է ներքին բան է։ Ներքին ինչ որ բան էր, ես այդ էի մտածում, որտեվ այդպիսի ժեստ, ես որքան փորքրեցի հասկանամ դա ինչ է նշանակում, այդպիսի դա ինչ սպეციფიկ շատ ներքին ժեստ է, որ ինչ որ բան հասկացրեց հենց այն ինձ թվում է այն մի խոսքով հասկացաք ինչ եմ ասում։ Այսինքն ինձ մոտ տպավորություն էր, որ մի բան էլ նկատեցիք, որ այդ աղջիկա կողքը երկու հատ թիկնապահ էին նստածել, որոնք ուշադիր հետևում էին այդ աղջիկան, որ անկարծ սխալ բան չանի։ Հոկեյի հավաքականը պարզվեց իր շնորհիվ է հաղթել, դա էլ տեսակ երևի։ Իմիջիալոց ես այդ խաղը նայել եմ, շատ հետաքրքիր խաղեր, ես սիրում եմ սպորտասեր եմ արդեն գիտեք երևի, մանավանդ այդ տեսակ խաղերը Կանադան երևի անկեղծ երկու անգամ ավելի լավ էր խաղում։ Իսկապես ուղղակի դարպասապահը Միացյալ Նահանգներ ուղղակի փրկեց այդ խաղը։ Հելի Բաքը դրա համար մեդալ տվեցին, չէ՞, արժե, լրիվ արժե, եւ գնացին ուրեմն բան overtime եւ այդ կոչումը sudden death հանկարծակի մահ, ով մեկ գոլ խփեց հաղթում։ Որում 3-3-ի վրա էր, այնտեղ այդ ընդհանրապես բան է, բայց ես ասեմ, առաջին խաղակես եկեք ընդունենք, որ Միացյալ Նահանգները շատ հավասար խաղ էր խաղում։ Հավասար չէր երբեք։ Առաջին խաղակեսը։ Երկրորդ հարվածները մենակ դարպասին երկու անգամ ավելի են։ Ես էլ եմ նայել, չէ, առաջին խաղակեսում հարվածներով 8-7 հաղթեց Կանադան, 8-7 ընդամենը։ Երկրորդ, երրորդ խաղակեսները արդեն տոտալ Կանադայի դոմինանտություն։ Զարմանալի էր ուղղակի։ Ես իհարկե ուրեմն ասեմ, սպորտային ցանկացած խաղում առաջինը Հայաստանն է, եթե մասնակցում է, երկրորդը Միացյալ Նահանգները, ես այստեղ ավելի շատ եմ ապրել, քան Հայաստանում։ Այո, ես շատ լուրջ երկրպագում եմ Միացյալ Նահանգներին, բայց որ հա, Կանադան ավելի ուժեղ էր, ավելի արժանի էր հաղթած, այդ է, սպորտի գեղեցկությունը դրա համար է, երբեք չես կարող ասել։ Այո, միանշանակ։ Հա, բայց լրիվ կրեդիտը վերցրեց իրեն դրա։ Այո, այդ էի ասում, այո։ Այո, երկրորդ ասում խոսենք նաև այո։ Այո, գովաս հիմա վերադառնանք բասկետբոլից ենք խոսելու արդեն խոսել։ Armflix հարթակում անընդմեջ նորությունները կարող են զարմացնել, բայց դրանք իրականություն են։ Այսուհետ Armflix-ի օրացուցային հրապարակումներ նոր կոնտենտի վերաբերյալ միայն փետրվար ամսվա նորություններն են։ Կայսրության թևերը երրորդ եթերաշրջան նկարահանված 3 երկրում՝ Հայաստան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ։ Վերջին վկան նկարահանված Միացյալ Նահանգներում։ Հատ ծյոցը նկարահանված Միացյալ Նահանգներում։ Իսկ անակնկալները շարունակական են։ Միացեք Armflix-ին եւ լրացրեք ձեր ժամանցը բացառիկ ֆիլմերով։ Միայն Armflix-ում յուրաքանչյուր տարիքի հանդիսատեսի համար։ Armflix, լավագույն հայկական մեդիա հարթակ աշխարհասփյուր հայության համար։ Շարունակում ենք զգույշ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբխչյանի հետ Արմեն վերջինը խոսում էինք հոկեյից Միացյալ Նահանգների հաղթանակից։ Այո, արագ ամփոփենք նաև ընդհանուր ելույթի մասը եւ արձագանքները ներկայացնեմ, որտեղ արդեն կան առաջին արդյունքները, առաջին արձագանքները։ Հիմա տեսեք, այնտեղ Իրանի հարցով էր, որ էլի սպառնալիքի պես զգուշացրեց, որ պետք է ինքը չի թողի, որ աշխարհի ահաբեկչությունը ֆինանսավորող եւ մեծ երկիրը։ Հենց այդ նախադասությունից ես շատ համաձայն եմ։ Ամենա տերորիստներին ֆինանսավորող երկիրը մեկ էլ ատոմային զենք։ Ես էլ միանշանակ։ Այդ իսկ ամբողջ աշխարհն է հասնում։ Միանշանակ։ Ուղղակի հարցը թե ինչ ձևով այդ հարցը լուծես, այո։ Պակաս արյունով։ Միանշանակ, բայց տեսեք, ես այս մասին էսա կանդրադառնամ, որտեվ մի խոսքով այդ մի հատված կար, որտեղ դեմոկրատները ծափահարեցին, կանգնեցին, երբ դուք էլ նկատեցիք, դա թոշակային ֆոնդերի հետ կապված հարցեր եւ ինսայդերական առևտրի ինֆորմացիան։ Իդեպ, չգիտեմ, տեսեք, փաստորեն, այստեղ համակարգը բավականին բարդ է, այդ թոշակային ֆոնդերը, որ ձևավորվում են, ոչ բոլորը ֆեդերալ աշխատողները ունեն այսպես արտոնություն այդ իմաստով, հետո այդ ինչքան հասկանում եմ, այդ ընկերությունները, որոնք թոշակային ֆոնդերը պահպանող ընկերությունները, իրենք փաստորեն stock market-ներում կան եւ stock market-ների բարձրացումից իրենց եկամուտներն էլ է բարձրանում։ Այո, եւ ըստ էության թոշակային ֆոնդերը բարձրացել են եւ դա անհավասարություն է առաջացնում, որովհետեւ մի մասը թոշակառուների կամ աշխատողների էսպային մուտք չունի այդպիսի թոշակային ֆոնդերի, որքան հասկանում եմ, եւ մի մասն էլ, որքան հասկանում եմ, ինսայդերական առևտրի մասին հիմա օրենք են, արգելող օրենք են, բան են ուզում սարքեն, ինչի համար, որովհետեւ որքան հասկանում եմ, գաղտնի ինֆորմացիա առևտրային գործարքների հետ ունեցողները
կոնգրեսում այդ թվում վաճառում են ինֆորմացիան ինսայդերների միջոցով։ Այո, եւ ըստ էության անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում եւ հիմա Թրամփը ըստ էության որոշեց հավասարակշռել այդ ամեն ինչը եւ արգելող օրենք, այսինքն ինչի կարելի ինսայդերական ինֆորմացիա տալ, դա չէր էլ կարելի, դե որքան հասկանում խստացումը պատիժը կամ որքան հասկանում, այո, եւ բոլորը ծափարեցին, որքան հասկանում եմ իմ տպավորությամբ դա բավականին դրական ինչ որ նախաձեռնություն, իսկ այնպես չի որ ուրեմն կային դրական բաներ կային, աշուտ ես։ Այո, դրական բաներ կային եւ մի բան ասեմ, հետեւյալը, տեսեք, որքան էլ Ուկրաինայի մասով, ասենք, իր այս պահին իր, որտեղ շատ են այդ քննարկումները, այսօր չխոսանք, իր մոտեցումը այս պահին այսպես շատ հապճեպ ու այսպես ասում եմ իրական լուծող չառաջարկող է, որտեղ ինքը տենց բախտիկը մահաճույքին է ուզում, այնպիսի պայմանագիր առաջարկում, որ բախտիկը մահաճույք է դա լրիվ, բայց ընդհանուր առմամբ տեսեք մի հետաքրքիր հանգամանք։ Դեմոկրատները գլխավոր խնդիրը մարդկանց որ չբավարարեց, դա տնտեսության մասին, որտեղ տեսեք, ասեց անընդհատ սաղ ինֆլյացիան իջել է, ընդհանրապես ասում է հնան GDP-ն 2%-ով իջել է, ասում է, բանը, դուք ուրախացել եք, ասենք, բայց հնայի իջնելը 2%-ով դա լուրջ տնտեսական խնդիր է։ Աշխատատեղերի բարձրացան մասին են խոսում, վերջին տվյալներով հակառակը աշխատատեղերի խնդիրը առաջացել, այսինքն գլոբալ լուրջ չի ստացվում այդ պրոյեկտը, որ վերադարձնել աշխատատեղերը Ամերիկա, բոլորն են ասում, որ դա ռեալ չի եւ հակառակը որոշ տեղեր կա, ընդհանրապես ձեռնարկություններ են սկսել փակվել եւ այսպես շարունակա։ Դրա համար մեծ հաշվով այդ իր ներկայացրած տնտեսական պատկերը չի համապատասխանում իրականությունին, մարդիկ դա նկատել էին։ Ինչ ա եղել։ Ելույթից հետո գլխավոր մտահոգությունը մնացել է տնտեսությունը։ Մարդիկ բավարարված չեն տնտեսության մասին։ Որտեւ գները գնալով աճում, մենք ամենօրյա մեր կյանքից գիտենք։ Ես եմ երեկա, այսինքն ես իմ եթերում ասեցի, ես չգիտեմ հիմա Դերենիկը թող հաստատի, ես չստացվելի, մենակ ես եմ ասում, այդպեսի բան կա, որ գները իջել է դրա։ Ես հիշում եմ, որ Բայդենի, ճիշտ եմ հիշում, որ Բայդենի կոդենցիայի վերջին տարում սկսեցին կարգավորվել քիչ թե շատ գները եւ նաեւ վառելիքը իդեպ վառելիքը ինք որ ասում Բայդենի վաղտո $6 էր, արդեն $6 չէր, 4-ի մեջ էր արդեն, երբ որ մենք խոսում էինք, հա։ Իհարկե իր ժամանակ այդ նավթի գներիդ կապած, այո, մի փոքր իջեցում եղել է, բան չունեմ ասելու, բայց հիմա գոնակ կրկին նորից բարձրացել ասի։ Այո, մոտարապես նույնն է, ես ասեմ։ Դրա համար այդ ինչ որ ինքը ասում է, որ դուք չգիտեք, ինֆլյացիան իջել է, կտրուկ եւ այլն, այդպես չի։ Հոսանքի հետ կապած իդեպ ինչ որ նախաձեռնություն ասեց, որ թույլ է տալի հիմա ով ուզում է կարող է հոսանքի պլան սարքի եւ վաճառի, արտադրի, դա կփորձի կայունացնել գները, դա էլ դրական է, բայց հաշվի առնելով կրիպտոն եւ AI-ի զարգացումը, ես չեմ կարծում որ հոսանքի գները էժանանալու է տենդենսը դեպի որտեղ ահռելի հոսանք է խմում այդ ամեն ինչը։ Մի խոսքով, այո, անշարժ գույքի հետ կապած իդեպ մի դրական բան էլ ասեմ, գուցե դա ազդի Wall Street-ի ներդրումային կազմակերպություններին արգելում է մեծ քանակությամբ անհատներից տներ գնել եւ ըստ էության շուկայի վրա գնային ազդեցություն։ Այո, դա էլ էր դրական բան չունեմ ասելու։ Այսինքն տեսեք, բայց դեմոկրատների արձագանքը կա, Abigail Spanberger-ը գիտեք, ուրեմն ԿՀՎ-ի նախկին աշխատող, որը ընտրվեց ուրեմն սենսացիոն ձևի առաջին կին ուրեմն նահանգապետ, նա պատասխանեց եւ բավականին այսպես լավ պատասխանեց, որտեղ ուրեմն ասեց Տրամփ գլխավոր միտքը ասեմ, հետեւյալն է, արդյոք Տրամփ աշխատում է իր ընկերների համար, իր ընտանիքի համար, թե ժողովրդի համար։ Ամբողջ այսպես ուղերձով գնում էր մի լավ բան ասեց, ուրեմն որ ինքը հետարքիր, այսինքն շատ այդ մոմենտով շատ կարևոր էր որ դա հնչեր, այսպես ասեմ, որտեղ դա կարևոր է, որ Չինաստանին, տեսեք, հիշում եք, որ Nvidia-ի չիպերը որոշեց, որ այն ամենավերջի H20-ները պետքա վաճառի Չինաստանին եւ այլն, ասես ինքը տեխնոլոգիական եւ տնտեսական ուժը փոխանցում է Չինաստանին եւ ծնկի է գալիս, այսպես լսեցիք, չէ՞, Հեկման ջան, ծնկի է գալի Պուտինի առաջ, դիկտատոր Պուտինի առաջ, այսպիսի մի բան հնչեց, ընդհանուր առմամբ ամբողջ որպեսզի ես չներկայացնեմ ամբողջը միտքը հետեւյալն էր, արդյոք Տրամփ աշխատում է իր համար, 3 հարց տվեց եւ դրանց բոլորի պատասխանը այո, պատասխանը ոչ էր, հա։ Դեմոկրատների արձագանքը, տեսեք, օրինակ ես մի հետաքրքիր բան ասեմ ու արագ թվերը ամփոփեմ, Նենսի Փելոսին մեկը ինքն էր որ պատասխանեց, շատ բաներ խոսում, ասում է Օբաման փայլուն գործարք կնքեց Իրանի հետ, ասում է, չգիտեմ, տեսեք, փայլուն չէր այդ գործարքը, իհարկե փայլուն չէր, իհարկե ով է մտածում, որ եթե այդ գործարքը մնար Իրանը ինչ կանգնեց, ոչ Իրանը շարունակելու էր դա անել եւ այդ ընթացքում էլ շարունակել անել։ Եվ այդ շատ վատ պայմանագիր էր Իրանի հետ։ Եվ տեսեք, նորից եմ ասում, դեմոկրատներն շարունակում են ցավոք կամ որոշ դեմոկրատներ adekvat չմնալ իրավիճակին։ Տեսեք, Տրամփը իր բոլոր թերություններով ինչ որ շարժ է ստեղծել։ Այսինքն ինչ որ իրավիճակ, ինչ որ գործողություններ կա։ Բայդենի հետ համեմատես, Բայդենը գրեթե ոչինչ չարեց էական։ Միանշանակ։ Հիմա տեսեք, մենակ այն որ ինքը մտավ Կովկաս, այսինքն այս ձևով, այսինքն էլի բանա չէ, այսինքն ինչ որ շարժ կա, ինչ որ բան կա, ինչ որ իրավիճակ փոխեց Կովկասում։ Այն որ հիմա ինքը
ուրեմն Իրանի հարցը այդպես է լուծում, Իրանի հարցը այլ կերպ դու չես կարող լուծել։ Ես ավելին ասեմ, ես հիմա Ջերալդ Ֆորդը գիտեք, չէ՞, զուգարանները փչացել է, Կիպրոսում է կանգնել, չի հասել տեղ, բայց F-22-ները արդեն Իսրայելում այնտեղ լրիվ նախապատրաստում է գնում։ Ես չեմ պատկերացնում Իրանի հետ ուրիշ ձևոց կա, այս Չալմեկի կառավարության ուրիշ ձևոց կարելի է խոսել։ Այսինքն ադեկվատ չեն դեմոկրատները իրենց այդ քաղաքականության արդյունքում մի օր կարթնանային եւ Իրանը կուզենար միջուկային զենք, հա։ Այսինքն, տեսեք, այդ չգիտեմ, այդ վիճակը, այդ որ այսինքն ինչ որ դիվանագիտական ճանապարհներով բան այդ աշխարհում չի աշխատում։ Տարիներով տեսանք դա, ոչինչ չի փոխվում, հա։ Հետեւաբար տեսեք, իրանք չեն կարող մանամ հասկանալ, հիմա իրանք մնում են այդ ծայրահեղ ձախ պրոգրեսիվ վիճակում, թե իրանք ինչ որ փորձում են դեպի կենտրոն գալ, փորձում են ինչ որ ավելի ադեկվատ էս իրավիճակին։ Համենայնպես ես բան չեմ տեսնում, որ իրանք արձագանքը ընդհանուր է, միասնական է ու ադեկվատ։ Օրինակ ես վստահ եմ, օրինակ, որ նույն այդ Սփամբերգերը շատ ավելի ադեկվատ հայացքներ ունի, քան Փելոսին, ասենք եւ այլն։ Եվ մի բան ասեմ, ուրեմն 64% դիտորդները դրական են արձագանքել Թրամփի ելույթին, ճիշտ է, համարվում է, որ սա փոքրիկ բամփ է, այսինքն շատ կարճաժամկետ բուստ է, այսպես ասած, Թրամփի ռեյտինգին, որը 36% էր հասել, այսինքն 36% աջակցություններ ընդամենը Թրամփը։ Հիմա, բայց պետք է հաշվի առնել, որ կարճ ասեմ, դիտողների մեջ է անցկացվել, այսինքն որտեղ Թրամփին չսիրողները կարող ընդհանրապես չեն նայել այդ ելույթը, դիտողների շրջանում, եւ արդեն հաստատված է, որ 13%-ը դրանք հանրապետական այդ դիտողների մեջ ավել են եղել, քան հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են։ Այո, եւ այո, դա մասնագետները այս պահին համոզմունք են հայտնում, որ երկարաժամկետ mid-term election, այսինքն միջանկյալ ընտրությունների վրա այս ելույթը չի կարող մեծ ազդեցություն ունենալ, բայց սպասենք առաջիկա 2 օրին արդեն կգան փոլերը ավելի հստակ կհասկանանք թե։ Ես մի բան եմ ուզում ավելացնել, իմ անունը չգիտեմ դու կմիանաս թե չէ, որ մենք հաճախ քննադատում ենք հանրապետականներին, դա չի նշանակում, որ դեմոկրատների բոլոր արարածները մեզ դուր են գալիս։ Միացա։ Այո, խնդրում եմ, հա, ճիշտ հասկացեք։ Ինչևէ, մեր ժամանակն ավարտվեց, մի քանի րոպե ավել, կհանդիպենք վաղը, ցտեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։